թույլ տվել երբևէ որևէ կողմի դիմելու։ Դուք ասում եք, իսկ դատանը չի ասում մեղադրող, դու այս ձևով ոչ, դատանը դույով չի դիմում, ձեզ էլ է կոչանում եւ թույլ չի տա, որ դույով դիմեք։ Իսկ երրորդը դատանին դուք ընդհանրապես հարցեր ուղղելու նման իրավունք չունեք հարցեր ուղղելու իրավունքը եւ դատանին իրավունքներ պարզաբանելու կամ կոչ անելու դրա բանն էլ չկա, անհրաժեշտությունը չի տեսնում եւ չունեք էլ այդպես իրավունք։ Դատանի դիրքորոշումների որոշումներով կայացել է, որոշումները բողոքարկման այդ հնարավորությունը ընձեռել են ձեզ վերադասացիաներին դիմելու, որից որ դուք օգտվել կամ չեք օգտվել, դա ձեր իրավունքն է։ Իսկ հիմա նորից եմ կրկնում, դատանը բացման խոսքով լսում է պաշտպանական կողմին, ցանկանում եք հանդես գալ, խնդրեմ հանդես եկեք, ոչ, սրանով այս հարցի քննարկումը ավարտված է դատարանի համարում։ Արմեն Ալեքսանյանի մասով, պաշտպանները խնդրեմ, եթե այս մասով է ոչ, բացման խոսքի մասով խնդրեմ, լսում եմ ձեզ։ Վերեղություն դուք ներկայացնում եք Տիգրան Ռուբեն Մելիքյանը հանդես էր եկել, չէ՞։ Հենց տենց էր, որ վերջինը ոնց որ ինքն է հանդես եկել, հիմա ոնց որ եթե ցանկանում եք դուք էլ հանդես գաք, շարունակությունը ներկայացնեմ։ Տիգրան Գալստյանի։ Տիգրան Գալստյանի։ Տեսեք, պատվարժան դատարան, ինչ կար տարիներ առաջ, ինչ տվեց նոր քրեական դատավարության օրենսգիրքը, այդ էական փոփոխությունը, որի իմ կարծիքով նոր քրեական դատավարության օրենսգիրքը պետք է ներմուծեր քրեական արդարադատության ոլորտ, դա այսպես ասած նախնական քարտերի բացումներ, երբ որ բացման խոսքով մեղադրանքի կողմը պետք է ներկայացնի մեղադրանքը, պաշտպանության կողմը պետք է փորձեր ցույց տալ, որտեղ արդեն ապացույցները որոշված են լինում, թե ինչ ապացույցների շրջանակում են քննարկելու տվյալ մեղադրանքը քրեական դատավարության ոլորտով պաշտպանության կողմի բացման ելույթով պետք է ցույց տա դատարանին, թե առանձնապես որ հանգամանքներն են, որոնք որ այդ ապացույցներով չեն հաստատվում կամ մյուս ապացույցներով մեղադրանքը վերդիկտ կայացնելու համար էական ինչ հանգամանքներ կան, որոնք որ այլ ապացույցներով հերքում են, բայց ոնց որ ասում են մեր իրականության մեջ մեր մոտ ոչինչ չի փոխվում, մենակ թղթաբանությունն է շատացել։ Ինչի չի փոխվել, որովհետև ի սկզբանե երբ որ մենք ասում էինք, որ պետք է այդ ապացույցներով ներկայացվի վերդիկտ կայացնելու համար ինչ էական հանգամանք է հաստատում տվյալ հանգամանքը, կոնկրետ Տիգրան Գալստյանի հետ կապված հարգելի հանրային մեղադրողները չսահմանազատեցին, չառանձնացրեցին, թե այդ ապացույցներից կոնկրետ որն է վերաբերելի Տիգրան Գալստյանին, թե այդ ապացույցներից ով է Տիգրան Գալստյանի ներկայացված մեղադրանքի, որ էական ձևակերպում է հաստատվում, թե պաշտպանության կողմին ներկայացված հակափաստարկներից այդ ապացույցներով որ մեկով է հերքում պաշտպանության կողմից ներկայացված այդ հակափաստարկները։ Ու մենք ունեցանք մի իրավիճակ, որից նաև մենք ենք արդարացիորեն դժգոհում, մեղադրանքների միայն անմազգանների փոփոխության, համընդհանուր նկարագրություն ինչ-որ գործողությունների և քրեական օրենսգիրքի կոնկրետ հոդվածներով մեղադրանք։ Հիմա Տիգրան Գալստյանը ըստ ներկայացված բացման խոսքին, որը որ կրկնվում է ներկայացված մեղադրանքը մեղադրվում է քրեական օրենսգիրքի 43-308 հոդվածի առաջին մասով, 43-419 հոդվածի առաջին մասով։ 43-րդ հոդվածը բոլորին պարզ է հանցագործության նախապատրաստությունն է, իսկ 308 և 419 հոդվածները դրանք ահաբեկչության և իշխանությունը զարթելու հանցակազմերը նկարագրող հոդվածներ։ Հիմա ես բացման խոսքից հետո փորձում եի գտնել, թե իրավական առումով, ես գիտեմ պարոն Մելիքյանը այդ բացման խոսքում խոսել է այն մասին, որ ընդհանրապես առնչակցության մասին որևէ հաստական տվյալ սույն քրեական վարույթում չկա Տիգրան Գալստյանի մասնակցության և որևէ գործողություն կատարելու մասին, բայց կուզենամ նաև իրավական ձևակերպումները ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ իրավական ձևակերպումների վրա, որոնք որ կարծում եմ ես այսպես ասած դատաքննության ընթացքում էական նշանակություն են ունենում։ Հիմա տեսեք, քրեական օրենսգիրքը հստակ սահմանել է, թե որն է ահաբեկչությունը և որն է իշխանությունը յուրացնելը։
Հոդված 419-ը ձևակերպված է հետևյալ կերպ, ունի վերնագիր իշխանությունը յուրացնելը, սակայն յուրացնել տերմինը հոդվածի մեջ ընդհանրապես չի օգտագործված։ Առաջին մասը սահմանված է հետևյալ կերպ. իշխանությունը զավթելը բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով հանրապետության նախագահի, ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորությունների տիրանալը։ Հաշվի առնելով ներկայացված մեղադրանքը, ես զարմանում եմ այս առումով, թե ինչա նախաքննական մարմինը միջնորդության մեջ, այնուհետև հանրային քրեական հետապնդող հարուցող մարմինը տենց արհամարանքով վերաբերվել նախագահի ու սահմանադրական դատարանի լիազորությունների հանդեպ։ Ես որտեղ այս նկարագրության պարագայում կարելի մի տողել այդ մարդկանց ուշադրություն դարձնեն, ասեին նշանակություն ունեն այս պետության համար հանրապետության նախագահն ու սահմանադրական դատարանը գրեին նաև իրանց լիազորություններն են ցանկացել։ Իրանց լիազորություններն են ցանկացել յուրացնել։ Սակայն հաշվի առնելով, որ նախագահի լիազորությունը ոնց հասկանում ենք միայն մահացած մարդկանց հետ լուսանկարավելը, պարզել են, որ պետք չի, լավ, իրանց լիազորությունը յուրացնելու որևէ անհրաժեշտություն չկա, չեն գրել։ Բայց ամենակարևորը պատվարժան դատարանը, այդ ազգային ժողովը կամ կառավարությունը դրանք վերացական մարմիններ չեն։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից։ Այսինքն կոլեգիալ մարմին է։ Հիմա մեղադրանք է ներկայացվել, որ Տիգրան Գալստյանը նախապատրաստվել է կառավարության լիազորությունների յուրացմանը։ Կառավարությունը որպես կոլեգիալ մարմին ունի տարբեր լիազորություններ, մասնավորապես ըստ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին օրենքի կառավարությունը լիազորությունների իրականացնում սոցիալական ոլորտում, արդարադատության ոլորտում, առողջապահության ոլորտում, շրջակա միջավայրի ոլորտում, պաշտպանության ոլորտում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Հիմա երբ որ այդ մեղադրանքի որոշման մեջ գրել են, որ Տիգրան Գալստյանը ցանկացել է յուրացնել կառավարության լիազորությունները, կոլեգիալ մարմին, կառավարության ո՞ր լիազորությունն է ցանկացել Տիգրան Գալստյանը յուրացնել։ Դրա մասին պետք է լինի, չէ՞ մեղադրանքի մեջ գրված։ Տիգրան Գալստյանը միայնակ կամ խմբի կազմում կառավարության կոնկրետ ո՞ր լիազորությունն է ցանկացել յուրացնի։ Այդ հանգամանքի մասին իրավական նշանակություն ունեցող հանգամանք է դա, որովհետև թող գրված չի պատվարժան դատարան։ Իսկ յուրացնել ինչ է նշանակում կառավարության փոխարեն այդ իրավունքը, այդ լիազորությունը իրականացնել։ Հիմա ինչ են ցանկացել, ինչին է նախապատրաստվել Տիգրան Գալստյանը, կառավարության ո՞ր լիազորությունն է միայնակ ուզեցել յուրացնել։ Այդ հանգամանքի մասին որևէ բան գրված չէ։ Նույն կերպ պատվարժան դատարան իրավական առումով, եթե այս մեղադրանքի սնանկության մասին խոսենք, որովհետև այս հիմնական դատալությունների ընթացքում ես դեռ ասում եմ ժամանակ, այս մեղադրանքի առկայությունը մեզ զրկում է իրավական առումով պաշտպանվելու հնարավորությունից։ Ազգային ժողովի լիազորություններն են նույն կերպ պատվարժան դատարան Նույն կերպ մեղադրանքի մեջ նշված է, որ Տիգրան Գալստյանը նախապատրաստվել է յուրացնել նաև ազգային ժողովի լիազորությունները։ Ազգային ժողովի լիազորությունների մեջ մտնում է նաև օրենքներ ընդունելը, ազգային ժողովի լիազորությունների մեջ մտնում է ազգային ժողովի որոշումներ ընդունելը, հայտարարություններ ընդունելը եւ ուղերձներ ընդունելը։ Հիմա ազգային ժողովի այս ուրիշ լիազորություն չունի ազգային ժողով։ Ազգային ժողովը ընդունում է օրենքներ, որոշումներ, ուղերձներ եւ հայտարարություններ։ Որ լիազորությունը յուրացնելու էր նախապատրաստվում Տիգրան Գալստյանը։
որովհետև շատ մեծ նշանակություն ունի, թե որ լիազորություններ, ուղերձ էր ուզում ազգային ժողովի փոխարեն Տիգրան Գալստյանը հրապարակել, որոշում էր ուզում կայացնել, այսինքն իշխանության թևի փոխարեն, ազգային ժողովի փոխարեն, որոշում էր ուզում կայացնել, թե հայտարարություն էր ուզում ազգային ժողովի փոխարեն իրականացնել։ Իսկ գիտեք ինչի չեն գրել այդ ամեն ինչ պատվաճտական, որտեղ այդպիսի բան օբյեկտիվ իրականությունում հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել։ Քանի որ ազգային ժողովը էլի առնվազն 101 պատգամավորից ձևավորող պետական մարմին է, չէ կարող Տիգրան Գալստյանը նպատակադրվել այդ 101 անձի փոխարեն ինչ-որ որոշում կայացնել, ինչ-որ ուղերձ հղել։ Դրամ էլ չի գրված։ Եղանակներից որ խոսանք, ընդհանրապես ներկայացվեց մեղադրանքները պատվարժան դատարանը։ Մենք բազմաթիվ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ ունենք, որ ասում է այդ համընդհանուր մեղադրանքները պետքա տարանջատում լինի, մեղադրյալներից որևէ մեկը ինչ գործողություն է կատարել, այդ մեղադրանքները պետքա հստակ լինեն։ Ես երբ որ այս process-ին ներգրավել եմ, այս մեղադրանքի որոշումը անընդհատ կարդալով ուզեցել եմ տարանջատեմ, որտեղ է ավարտվում ահաբեկչության նախապատրաստությունը, որ գործողություններն են, որտեղ է սկսվում իշխանություն յուրացնելու գործողությունների նկարագրությունը։ Չկա ընդհանրապես մեղադրանքի մեջ իշխանությունը յուրացնելու որևէ գործողություն չկա։ Դրա մի պատճառը ես նշեցի, որ նա, որտեղ չին կարող գրեին, որ Տիգրան Գալստյանը նախապատրաստվել է կառավարության առողջապահության ոլորտում կամ պաշտպանության ոլորտում ունեցած լիազորությունները յուրացնի։ Չկա։ Դուք էլ կարող եք ընթերցել, մի անգամ 18 անգամ տարբեր անուններով ընթերցել, չկա այդ հատված, նկարագրել, այդ հոդվածի նկարագրությունը չկա։ Ինչ վերաբերում է ինձ սկզբնական շրջանում նշած հանգամանքները, բոլորը վերաբերում է ահաբեկչությանը, որովհետև ընդգծված են, սևացրած են, իբր դրան ավելի դրդություն տալու առնով են մասեր այդ պայթունավտանգ, եսի ինչ բանման էստո, մենք ում էլեկտրա հաղորդակցման լավ է, այդ բոլորը սենց տեղավորվում է ահաբեկչության հանցակազմի մեջ։ Ուզում ենք հասկանանք այս մեղադրանքի ես մենք բացման խոսքով հարց ենք բարձրացնում, որ դատականության ընթացքում, հիմնական դատալսումների ընթացքում դրա պատասխան այս վիճակում չենք էլ ստանալու։ Ուրա մեզ ներկայացված մեղադրանքի քրեիրավական որակման նկարագրություն է այս մեղադրանքի մեջ։ Ազգային ժողովի ու կառավարության կոնկրետ որ լիազորությունն ենք ցանկացել յուրացնել։ Ուղերձ ենք փորձել հրապարակել ազգային ժողովի փոխարեն, թե պաշտպանության ոլորտում կառավարության գործունեությունն ենք նախապատրաստվել յուրացնել, այդ լիազորությունն ենք նախապատրաստվել յուրացնել։ Այդ հանգամանքները նկարագրված չեն, ինչպես նշեցի, այն պատճառով, որ իրականությունում գոյություն չունի։ Իսկ ինչի կա այս մեղադրանքը պատվարժան դատարան։ Այ որպեսզի ինչպես ասեց սրբազան հայրը, տարբեր մեծաբերան, փոքրաբերան, տարբերաբերան պաշտոնատար անձինք տարբեր ամբիոններից փորձեն անհիմն մարդկանց մեղադրել այն գործողություններում, որոնք որ օբյեկտիվ իրականությունում գոյություն չեն ունեցել։ Որպեսզի տարբեր մանր ու մունր եվրոպական չինովնիկների մոտ ելույթ ունենալուց, հաշվետվություններ տալուց, ներկայանալուց կարողանան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, քաղաքական բռնաճնշումները արդարացնեն իբր թե տերորիստական ակտ նախապատրաստող խմբի բացահայտման։ Հակառակ պարագայում, եթե սա վերաբերել օրենքին և իրավունքին, մենք գոնե կունենայինք այն հոդվածների նկարագրությունը այդ մեղադրանքի մեջ, ինչով որ մարդկանց մեղադրում են։ Ոչ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ կա հոդված, չկա դրա նկարագրությունը, չկա դրա
օբյեկտիվ կողմի գործողությունը մեղադրյալների կողմից կատարված կամ դեպի այդ գործողությունը տանող իրական մտադրությունները, այլ մենք ունենք մեղադրանք, ունենք այդ մեղադրանքի վերաբերյալ տարբեր պաշտոնատար ու քաղաքական անձանց հայտարարություններ, հիմնականում լկտի եւ սուտ եւ այս process-ը էլի վերաբերում են ամենին, որ Սրբազան օրը հաջողվել է ազգային հեղի վրա համախմբվել հասարակության մեծ զանգվածին ու այդ շարժմանը վրա պետք է ստվեր գցել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ընտրվել է ամենա ոչ իրավական, ամենա ոչ օրինական ճանապարհը, ներկայացել են այս անհուն մեղադրանքները։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ իրավական պետությունում այս մեղադրանքները ընդհանրապես ապրելու որևէ հնարավորություն չեն ունենա։ Իսկ մենք մեր միջոցներով որևէ ջանք չենք խնայի, որպեսզի հիմնական դատալսումներում ձեզ համար չէ, ձեզ համար ամեն ինչ բարձ է։ Հանրության մեջ ամենախորը նիրով քննած անձանց ցույց տալ, որ այս ամեն ինչը քաղաքական նպատակահարմարության արդյունք է, այստեղ գոյություն չունի իրավական process եւ այս ամեն ինչը կախված է քաղաքական իշխանության կամքից։ Բրավո։ Արմեն Ալեքսանյանի խոսքում